Մաթեմատիկական վերլուծության դասընթացի 23-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն նախ ուզում եմ անդրադառնալ այն երկու խնդիրներին, որոնք տրված էր որպես լրացում ստուգողական աշխատանքին։ Ուրեմն երկու խնդիր կար, առաջինը ասում էր հետևյալը. շատերն էին հանձնել, որոշ դեպքերում լուծումները ճիշտ էին, որոշ դեպքերում այդքան ճիշտ չէին, բայց իրականում դժվար խնդիրներ չէին, էլի, այսինքն դրա համար մի հատ եկեք նորից փորձենք հասկանալ ոնց կարելի է դրանց լուծել ավելի արագ եւ հեշտ։ Ունենք ֆունկցիա երկու փոփոխականից կախված x, y եւ ենթադրում ենք, որ գոյություն են հետեւյալ սահմանները։ Առաջի սահմանը, ասենք, երբ x, y-ը ձգտում է 0,0-ի, բնականաբար 0,0-ի փոխարեն կարող ենք վերցնել ցանկացած ուրիշ կետ, fx, y, ենթադրում ենք, որ սա գոյություն ունի, եւ ենթադրում ենք, որ գոյություն ունի հաջորդական սահմանը։ Սահման y-ը ձգտում է 0-ի, սահման x-ը ձգտում է 0-ի, թե կարող է հակառակն, այս չեմ հիշում, բայց բնականաբար նշանակություն չունի, fx, y, եւ հարցը հետեւյալն է, արդյոք այս երկու սահմանները իրար հավասար են։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչի են այս երկու սահմանները իրար հավասար, եկեք այով նշանակենք այս առաջին սահմանը։ Այով սահմանում նշանակում սա։ x, y-ը ձգտում է 0,0-ի, fx, y, fx, y, ու եկեք ֆիքսենք ցանկացած էպսիլոն դրական թիվ, այսինքն էպսիլոն ցանկացած է։ Այդ դեպքում կարող ենք գտնել այն տեսակ դելտա կետ, դելտա թիվ, հենց որ ցանկացած x, y-ի համար R2-ից, եթե x-ը փոքր է դելտայից եւ մեծ է 0-ից, եւ միաժամանակ y-ը փոքր է դելտայից եւ մեծ է 0-ից, ապա ստեղից հետևում է, եթե սա տեղի ունի, իրականում բնականաբար այս երկուսը միաժամանակ պարտադիր չեն։ Կարևորն այն է, որ հեռավորությունը x-y-ի լինի ավելի փոքր կամ դելտան կամ երկու դելտան, այսինքն կարող է 1 ու 1-ը 0 դառնալ, կարևոր է միաժամանակ 0 չդառնան, քանի որ մեզ չի հետաքրքրում թե ինչի տեղի ունի 0,0-ին։ Ուրեմն եթե սա ճիշտ է, ապա fxy հանած an փոքր է էպսիլոնից։ Կամ այս նույն հանավասարությունը ես կարող եմ գրել հետևյալ ձևով. fxy-ը փոքր է a գումարած էպսիլոնից եւ մեծ է a հանած էպսիլոնից։ Ընդ որում սա ճիշտ է, եթե x-ը ֆիքսած է, սա ճիշտ է ցանկացած y-ի համար, որի բացարձակարժեքը գտնվում է 0-ի եւ դելտայի միջեւ։ Ավելի ճիշտ հակառակը, ցանկացած, եթե y-ը ֆիքսած է, ճիշտ է ցանկացած x-ի համար, որը գտնվում է 0-ի եւ դելտայի միջեւ։ Հիմա ես ուզում եմ տեսնել, թե այս սահմանի մասին ինչ կարող եմ ասել։ Նախ ես կարող եմ ասել, քանի որ f-ը գտնվում է այս երկուսի արանքում, ապա ստեղից մի անգամից հետևում է, որ ցանկացած y-ի համար, էլի մոռացա որ ներգնում, ցանկացած y-ի համար, որի համար ճիշտ էր այս անավասարությունը, սահմանը, որը գոյություն ունի, քանի որ ես ենթադրում եմ, որ կրկնակի սահմանը գոյություն ունի, եթե որ բավականաչափ փոքր y-ների համար, ես կարող եմ դելտան այնքան փոքր ուղղեմ, որ սահմանը գոյություն ունենա, բավականաչափ փոքր y-ների համար սահմանը ըստ x-ի գոյություն ունի։ Հետևաբար կարող եմ գրել սահման fxy-ը, երբ x-ը ձգտում է 0-ի, ինքը կլինի փոքր կամ հավասար a գումարած էպսիլոնից եւ մեծ կամ հավասար a հանած էպսիլոնից։ Սա ճիշտ է ցանկացած y-ի համար, որը գտնվում է մինուս դելտայից դելտա ու 0 չի դառնում։ Բայց եթե սա ճիշտ է, ես գիտեմ, որ այս սահմանը երկրորդ սահմանն էլ գոյություն ունի, կարող եմ ասել սահմանի, դրանից հետևում է, որ եթե ես վերցնեմ կրկնակի սահման կամ հաջորդական սահման, սահման y-ը ձգտում է 0-ի
սահման x-ը ձգտում է 0-ի, fxy, այս նույնպես կլինի a գումարած էպսիլոն և a հանած էպսիլոնի արանքում։ Բայց էպսիլոնը ցանկացած թիվ է, ես ունեմ մի թիվ, որը գտնվում է a գումարած էպսիլոնի և a հանած էպսիլոնի արանքում ցանկացած էպսիլոնի համար, հետևաբար կարող եմ եզրակացնել, որ երկու սահմանները համընկնում են, քանի որ էպսիլոնը ցանկացած էր, հաջորդական սահմանը հավասար է a-ի։ Արդյոք հարցեր կան այս լուծման վերաբերյալ։ Շատ լուծումներ կային, որ ճիշտ են, բայց երբեմն ինչ-որ թերություններ կային, այն իմաստով, որ մանրամասը բացատրած չէր, թե ոնց է տեղի ունենում այս պարամետրերի ընտրությունը եւ այլն։ Հետո ամեն ինչ գրված էր էպսիլոն դելտայի լեզվով, մի քիչ բավական բարդ էր ստացվում որոշ դեպքերում։ Իմ կարծիքով, ասենք, ստեղ առանձնապես բարդ բան չկար։ Լավ, եթե հարցեր չկան սրա վերաբերյալ, եկեք երկրորդը նայենք, այսինքն երկրորդ խնդրի իմաստը նախ հասկանալ, որ կոմպակտի պատկերը կոմպակտ է, եւ բացի դրանից ինչ-որ չափով ծանոթանալ հարաբերական տոպոլոգիային, այսինքն մենք ունենք ինչ-որ x բազմություն, թող լինի փակ բազմություն, լինել բաց այդ x բազմության մեջ ու լինել բաց ամբողջ տարածության մեջ, դրանք տարբեր բաներ են։ Ուրեմն եկեք նախ մի հատ նորից վերհիշենք ինչի մասն է խոսքը։ Մենք ունեինք x կոմպակտ բազմություն, այս տեսակ նշանակում եմ կոմպակտ բազմությունը, ունեինք x կոմպակտ բազմություն Rm-ում և ունեինք f ֆունկցիա, որը գնում էր x-ից Rn, ու մենք ենթադրում ենք, որ ինքը անընդհատ է։ Ուզում ենք ցույց տալ, որ f-ի պատկերն անընդհատ է, x-ի պատկերը f-ով անընդհատ է։ Անընդհատ չի, կոմպակտ է։ Ոնց ենք ցույց տալիս, ամենահեշտ տարբերակը օգտագործել կոմպակտի նկարագրությունը հաջորդականություններով։ Այսինքն, երբ է x բազմությունը կոմպակտ, կամ երբ է y բազմությունը կոմպակտ, y, որ ընկած է R n-ի մեջ կոմպակտ է, հնարավոր տարբերակներից մեկը այն էր, որ սահմանափակ է և սահմանափակ է, երկրորդ տարբերակը այն էր, որ ցանկացած բաց ծածկույթից կարելի է ընտրել վերջավոր ենթածածկույթ, և երրորդը հաջորդականությունների միջոցով։ Մենք կվերցնենք այդ երրորդ սահմանումը, այսինքն ոչ թե երրորդ սահմանը, այլ հատկությունը, ուրեմն x-ը կոմպակտ է այն և միայն այն դեպքում, երբ ցանկացած y-ժ հաջորդականության համար գոյություն ունի ենթահաջորդականություն, այսինքն գոյություն ունի հաջորդականություն j-ն, որը գնում է պլյուս անսահմանության, և գոյություն ունի y կետ l-ի կոմպակտից, այնպես որ y n-ը մի քիչ հաջող չէր, եկեք j կա գրեմ, j կա, այնպես որ y-j կան զուգամիտում է y-ի, երբ կան ձգտում է անսահմանության։ Այս ինչ-որ ժամանակ առաջ անցել ենք, որ y բազմությունը կոմպակտ է, եթե ցանկացած հաջորդականությունից y-ից, y-ին պատկանող ցանկացած հաջորդականությունից կարող ենք ընտրել ենթահաջորդականություն, որը զուգամիտում է y-ից որևէ կետի, ինչ-որ կետի։ Բայց սրանից ելնելով արդեն մնացած շատ հեշտ է, ուրեմն վերցնում ենք ցանկացած հաջորդականություն y-ից։ Ուրեմն y-ին հաջորդականություն y-ից, որտեղ y-ը հավասար է x-ի պատկերին։ Քանի որ y-ը x-ի պատկերն է, ցանկացած j-ի համար կարող ենք ընտրել xj x-ից այնպես, որ f xj-ին հավասար է y-j-ի։
Ուրեմն քանի որ x-ը կոմպակտ է, գոյություն ունի ենթահաջորդականություն j կա, որը գնում է պլյուս անսահմանության, եւ գոյություն ունի x կետ x-ից, այնպես որ x j կան զուգամիտում է x-ին։ Բայց f-ը անընդհատ է, դրանից կարող ենք եզրակացնել, որ f(x) j կան զուգամիտում է f(x)-ի։ Բայց f(x) j կանը սահմանման այդ y j կաները, x j կայի ընտրության, f(x)-ն էլ մենք կնշանակենք y-ով, f(x)-ն էլ կնշանակենք y-ով, ու ինչ ենք տեսնում, որ y j կան, ինքը բնականաբար կլինի f(x)-ից, քանի որ այս x-ն էր, սա պատկանում էր x-ին, քանի որ մենք ունեինք սա, ու ստանում ենք, որ y j կան, որը y j-ի ենթահաջորդականությունը զուգամիտում է y-ից ինչ-որ կետի։ Ստեղից ստանում ենք, որ y-ը կոմպակտ ենթաբազմություն է։ Արդյոք կան հարցեր այս երկրորդ խնդրի վերաբերյալ։ Շատ լավ, եթե հարցեր չկան երկրորդի վերաբերյալ, եկեք մի հատ նորից անդրադառնանք այն հատկություններին, որը նախորդ անգամ մի թեթև քննարկեցինք։ Ուրեմն կար հետևյալ հատկությունը անընդհատ ֆունկցիաների մասին, որը ասում էր, որ եթե ունենք f ֆունկցիա, որը գնում է Rm-ից Rn, ապա այս ֆունկցիան անընդհատ է, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած j ենթաբազմության համար y-ից, բաց ենթաբազմության համար, բաց ենթաբազմություն, լավ, գրենք բաց, հակադարձ պատկերը f-1 j-ն, որը կլինի ենթաբազմություն Rm-ում, բաց է։ Ցանկացած բաց ենթաբազմության հակադարձ պատկերը բաց է։ Այս վարժություններից մեկն էր մեր վարժությունների ցուցակում, ուսում եմ այս մեկը արել եք բոլորի համար պարզ է։ Հիմա այս նույն հատկությունը կա ֆունկցիաների համար, որոնք որոշված են ոչ թե ամենուրեք, այլ որոշված են ինչ-որ մի x բազմության վրա։ Բայց բաց լինելու հատկությունը պետք է նորից հասկանալ, թե ինչ է նշանակում, որտեղ x բազմությունը ինքը կարող է ընդհանրապես ներքին կետ չունենա։ Այդ դեպքում ոչ մի կետ x-ից չի կարող x-ի մեջ լինել իր շրջակայքի հետ, ինչ որ գնդի հետ միասին, քանի որ x բազմությունը ներքին կետ չունի։ Հիշեցնեմ, որ ներքին կետ կոչվում են այն կետերը, որոնք x-ի մեջ են մտնում ինչ որ մի փոքր գնդի հետ միասին այդ կենտրոնով։ Եթե x բազմությունը ներքին կետեր չունի, ապա ոչ մի ենթաբազմություն x-ից չի կարող լինել բաց Rm-ում։ Բայց եթե տանք հետևյալ սահմանումը, սահմանում դիցուկ x-ը ենթաբազմություն է Rm-ում։ Կասենք, որ j ենթաբազմությունը x-ից բաց է, եթե գոյություն ունի j ալիքով ենթաբազմություն Rm-ից, բաց ենթաբազմություն, այնպես, որ այս մեր j-ն x-ից հավասար է j ալիքով հատում x։ Եկեք մի օրինակ նայենք։ Ենթադրենք մենք ուղղի վրա ենք, այսինքն m հավասար է 1-ի, եւ մեր x բազմությունը
հավասար է 0,1 միջակայքին։ Այդ դեպքում եթե ես վերցնեմ 0a ենթաբազմությունը, որտեղ a-ն փոքր է 1-ից, այս կլինի բնականաբար ենթաբազմություն x-ից, ապա ինքը կլինի բաց։ Բաց է x-ում։ Ինչի, որովհետև 0a-ն, որը a-չից բաց է, բայց ձախից փակ է, ես կարող եմ ներկայացնել, օրինակ, որպես -1 a երկու կողմից էլ բաց, հատում x-ի հետ։ Այսինքն 0a բազմությունը, որը r-ում բաց բազմություն չի, x-ում ինքը բաց բազմություն է։ Կամ եթե վերցնեմ ամբողջ x-ը, եթե ես վերցնեմ ամբողջ x-ը, ինքը փակ բազմություն է r-ում, բայց x-ում ինքը եւ փակ է եւ բաց, որտեղ ես x-ը կարող եմ գրել օրինակ -1 2 հատում x-ի հետ։ Այսինքն լինել բաց ենթաբազմության մեջ ու լինել բաց ամբողջ տարածության մեջ, դրանք տարբեր հասկացություններ են։ Հարցեցակում ինչի է օգտակար այս հասկացությունը, որովհետև ճիշտ է հետևյալ թեորեմը։ Ուրեմն թեորեմ դիցուկ x-ը ընկած է r-ի մեջ եւ f-ն էլ ֆունկցիա է x-ից rn, ապա f-ն անընդհատ է, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած j բաց բազմության համար հակադարձ պատկերը, որը բնականաբար ընկած կլինի x-ի մեջ, f-1 j-ն ընկած է x-ի մեջ, բաց է։ Այսինքն այն արդյունքը, որ դուք ապահովեցել եք r-ի համար, ճիշտ է նաև ցանկացած x ենթաբազմության համար, եթե բաց լինելու հատկությունը սահմանենք ճիշտ ձևով։ Եթե մենք այս թեորեմը ընդունում ենք, առաջարկում ինքնուրույն ապահովեցեք, ոչ մի դժվար բան չկա, ուղղակի վերցնում եք նույն փաստարկները, փորձում եք ադապտացնել այս դեպքի համար։ Իրոք բարձ բան չկա։ Եթե այս թեորեմը ընդունենք, որ ճիշտ է, ապա այն կոմպակտության հատկությունը կարող ենք ապահովել նաև, եթե վերցնենք հենց սկզբնական սահմանում, այսինքն բաց ենթաբազմության հակադարձ պատկերը բաց է։ Լավ, ինձ թվում է արդեն մենք բավական ժամանակ անցկացրեցինք սրա վրա, այս թողնեմ ձեզ, եթե ուզում եք, կարող եք ինքնուրույն փորձեք անել, որ f ֆունկցիան անընդհատ է, ներողություն, եթե x-ը կոմպակտ է, այսինքն հիմա այս թեորեմի պայմաններին, եթե ես ավելացնեմ, որ x-ը կոմպակտ է, ապա f(x)-ը նույնպես կոմպակտ կլինի։ Ինչ է պետք անել, պետք է վերցնել բաց ծածկույթ f(x)-ի, նայել դրանց հակադարձ պատկերները, հասկանալ ինչ է պետք անել, այսինքն հակադարձ պատկերի հետ ինչ է պետք անել, որպեսզի ստանալ x-ի բաց ծածկույթ եւ օգտագործել x-ի կոմպակտությունը։ Եթե թողնեմ ձեզ ինքնուրույն արեք, ոչ մի դժվար բան չկա, եթե դժվարություններ առաջանան, կարող ենք հաջորդ անգամ քննարկել։ Շատ լավ, կան հարցեր սրա վերաբերյալ, այս երկու խնդիրների ու այս մի փոքր դիտողության մասին։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա վերադառնանք մեր դիֆերենցիալներին, ուրեմն հիշեցնեմ, որ մենք ուսումնասիրում էինք դիֆերենցիալի հատկությունները։ Ուրեմն դիֆերենցիալի հատկությունները
Միատեկիկ նորից վերհիշենք ինչ է նշանակում դիֆերենցիալը։ Մենք ունենք x ենթաբազմությունը Rm-ում, որի համար մենք ենթադրում ենք, որ ինքը տիրույթ է։ Ինչ է նշանակում տիրույթ, նշանակում է ինքը բաց է եւ կապակցված։ Այսինքն ցանկացած երկու կետ կարող է միացնել իրար ողորկ կորով։ Ներողություն, անընդհատ կորով։ Իրականում եթե անընդհատով կարող եմ ողորկողել կարող եմ, բայց այդ երկրորդական հարց է։ Ու ես նայում եմ ֆունկցիան, որը գնում է x-ից rn ֆիքսում եմ ինչ-որ կետ, ասենք թող ֆիքսենք x կետը rm-ից, x-ից։ Ուրեմն կասենք, որ f-ը դիֆերենցիալի է x-ում, եթե տեղի ունի հետևյալը, ուրեմն այս սահմանմանը այս նշանակում է հետևը, որ գոյություն ունի a գծային արտապատկերում rm-ից rn, այնպես որ ցանկացած հաշի համար rm-ից, որը բավարարում է x գումարած հաշը պատկանում է x-ին պայմանին, f x գումարած հաշ հանած fx-ը կարող եմ գրել a գծային արտապատկերումը կիրառած հաշի վրա, գումարած մնացորդ r կախված հաշից, որտեղ r կախված հաշը հավասար է փոքր o հաշի նորմից։ Չեմ հիշեցնում ես ինչ է նշանակում, ուսում եմ բոլորը հասկանում են։ Մենք արդեն հասկացել ենք հետևյալը, որ եթե եկեք մի հատ իմի բերենք, թե ինչ ունեինք։ Մի բան գիտեինք առաջի հերթին, գիտեինք, որ եթե f-ը դիֆերենցիալի է, ապա երկու բան, նախ f-ը դիֆերենցիալի է x-ում, ապա f-ը անընդհատ է x-ում, եւ բացի դրանից, այս դիֆերենցիալը, այսինքն այս an, որը ես կնշանակեմ dfx-ով, կամ փոքր dfx-ով, միակն է։ Ու կասենք անվանեմ իրան դիֆերենցիալ, f-ի դիֆերենցիալ x-ում, այսինքն f-ը չի կարող ունենալ երկու դիֆերենցիալ x-ում։ Բացի դրանից, եթե f-ը դիֆերենցիալի է, կան մասնակի հացանցալները, երկու բան, a կետը ասում է հետևյալը, որ եթե f-ը դիֆերենցիալի է, ապա կան մասնակի հացանցալներ, ցանկացած g-ի համար 1-ից m, գոյություն ունի df dx-ին x կետում, ոնց ենք սահմանում df dx-ին, վերցնում ենք x գումարած, ասենք t անգամ եժի, հանած fx, և բաժանած t-ի, ու հաշվում ենք սահմանը, երբ t-ն ձգտում է 0-ի։ Ուրիշ կերպ ասած, վերցնում ենք մեր ֆունկցիան ու ենթադրում ենք, որ ինքը կախված է միայն g-երորդ փոփոխականից, մնացած բոլորը ֆիքսում ենք, ու նայում ենք դրա հացանցալը, այս ստացված մի փոփոխականի ֆունկցիայի հացանցալը ըստ x-ի։ Այս կոչվում է մասնակի հացանցալ, ու մենք գիտենք, որ եթե f-ը դիֆերենցիալի է x-ում, ապա գոյություն ունի մասնակի հացանցալ։ Բոլոր մասնակի հացանցալները։ Մյուս կողմից գիտենք նաև հետևյալը, որ եթե ցանկացած g-ի համար ցանկացած g-ի համար 1-ից m գոյություն ունեն մասնակի հացանցալները ամենուրեք x-ում և դրանք անընդհատ ֆունկցիաներ են, ապա f-ը դիֆերենցիալի է x-ում։
Ընդ որում եթե ուզում հաշվել f-ի դիֆերենցիալի արժեքը x կետում ինչ-որ մի h վեկտորի վրա, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ Յակոբի մատրիցը և կիրառեմ h վեկտորի վրա, այսինքն ստացվում է գումար, ժին հավասար է 1-ից m, df-ի dx-ժին x կետում և կիրառած h-ի վրա, բազմապատկած h-ով, որտեղ in փոխվում է 1-ից n։ Ես ունեմ գծային արտապատկերում կիրառել եմ ինչ-որ մի h վեկտորի վրա, պետք է ստանամ rn-ից վեկտոր։ Այս սրանք այդ rn-ից վեկտորի կոորդինատներն են։ Ըստ g ունեմ գումար, ստանում եմ միայն i-ից կախված ինչ-որ մի արտահայտություն, in փոխվում է 1-ից n, այսինքն ամեն ինչ ճիշտ է։ Դե ունենք նաև գծայնության հատկությունը, այսինքն ոչ թե գծայնության հատկությունը, այլ այն, որ եթե ֆունկցիաները ածանցելի են, այսինքն դիֆերենցիալի են, ապա գումարը արտադրյալը քանորդը նույնպես դիֆերենցիալի է, եւ եթե ֆունկցիաները դիֆերենցիալի են, ապա համադրույթը նույնպես դիֆերենցիալի է։ Եկեք մի օրինակ նայենք։ Օրինակ եկեք նայենք f ֆունկցիան, որը գնում է r m-ից rn եւ x-ին համապատասխանության մեջ է դնում bx վեկտորը, որտեղ b-ն մատրից է, եկեք մատրիցների բաժանությունը կրակեմ m-ով, որը ունի n տող եւ m սյունյակ, բնականաբար իրական գործակիցներով։ Ով կարող ասել է, այս ֆունկցիայի դիֆերենցիալը ինչի հավասար կլինի։ Ունեմ ֆունկցիա, որը տրված է մատրիցով, այսինքն ինքը գծային արտապատկերում է։ Հարց ինչի հավասար կլինի այս ֆունկցիայի դիֆերենցիալը։ Արդյոք նախ դիֆերենցիալի կլինի թե ոչ։ Եվ երկրորդ, հա? Այո, այս ֆունկցիայի դիֆերենցիալը ցանկացած x կետում rm-ից, այս ֆունկցիայի դիֆերենցիալը հենց կտրվի b մատրիցով։ Այսինքն մեկ փոփոխականի ֆունկցիաների գծային ֆունկցիաների համարժեքը այս պարզապես գծային ֆունկցիաներն rm-ից rn։ Շատ լավ։ Եկեք անցնենք առաջ, կա մի քանի կարևոր արդյունք, ուրեմն մեկ փոփոխականի ֆունկցիաների համար դուք ուսումնասիրել էիք, երևի ամենաառաջի արդյունքներից մեկը ասում էր ռոլի թեորեմը։ Ինչ էր ասում ռոլի թեորեմը, որ եթե ունենք ֆունկցիա, որը որոշված է միջակայքի վրա, անընդհատ է միջակայքի վրա, ածանցելի է միջակայքի ներսում, ու ընդունում է նույն արժեքները ծայրակետերին, ապա գոյություն ունի կետ, որտեղ ածանցյալը հավասար է 0-ի։ Նույն բանը ճիշտ է նաև այս դեպքում։ Ուրեմն թեորեմ 1 Բարձրապես թեորեմ։ Ուրեմն դիցուկ x-ը պետք է ենթադրենք, որ սահմանափակ է, սահմանափակ տիրույթ է RM-ում, RM-ում, իսկ f ֆունկցիան, որը գնում է x-ից, պետք է նայեմ իրական արժեքներով ֆունկցիա, f ֆունկցիան անընդհատ է,
ածանցելի x-ի ներքին կետերում եւ հաստատուն dx-ի վրա, սահմանի վրա կամ եզրի վրա, ապա ստեղ գրեցի ածանցելի, սովորաբար ասում ենք դիֆերենցիալի, բայց այդ նույն բանն է, ածանցելի կամ դիֆերենցիալի ասելով ես նկատի ունեմ նույն բանը։ Ուրեմն dx-ի վրա, ապա գոյություն ունի x ներքին կետ x-ի, այնպես որ դիֆերենցիալը x կետում հավասար է 0-ի։ Այսինքն 0-ական արտապատկերում է, ցանկացած վեկտոր տանում է 0-ի վրա։ Ուրեմն ոնց էինք ապացուցում այս թեորեմը մեկ չափանի դեպքում։ Ասում ենք հետևյալը։ Ուրեմն ես ունեմ միջակայք, ասենք թող լինի AB, ունեմ ֆունկցիա այս միջակայքի վրա, որը բավարարում է հետևյալ պայմանին։ F-ան հավասար է FB-ի։ Ոնց ենք ապացուցում, որ գոյություն ունի կետ, որտեղ ածանցյալը հավասար է 0-ի, ասում ենք, որ կամ ֆունկցիան հաստատուն է, այդ դեպքում ամենուրեք ածանցյալը հավասար է 0-ի, կամ ֆունկցիան հաստատուն չի, ապա գոյություն ունի ներքին կետ, որտեղ ֆունկցիան ընդունում է իր մաքսիմալ կամ մինիմալ արժեքը։ Ու այդ կետում ածանցյալը հավասար է 0-ի։ Այս էր թեորեմի ապացույցը, ռոլի թեորեմի ապացույցը։ Հիմա նույն բանը անում ենք այս դեպքում։ Ուրեմն մենք գիտենք, որ ցանկացած x, y-ի համար եզրից, հիշեցնեմ, որ եզրը ոնց կարող ենք գրել, կարող ենք գրել x-ի փակումը, որից հանում եմ x-ի սրան անուն տվել ենք x-ի ներքին կետերի բազմությանը, ինձ թվում է անուն չենք տվել, սրանից պետք է հանենք x-ի ներքին կետերի բազմությունը, բայց x-ի ներքին կետերի բազմությունը հենց ինքն է, քանի որ x-ը տիրույթ է, այսինքն ինքը բազմություն է։ Այսինքն է ստացվում է x-ի փակումից պետք է անեմ պարզապես x-ը։ Ուրեմն ցանկացած x-y-ի համար եզրից fx-ը հավասար է fy-ի։ Ուրեմն ունեի ինչ-որ մի բազմություն կապակցված, եզրի վրա ֆունկցիան հաստատում է։ Եթե վերցնեմ f-ի սահմանափակումը եզրի վրա, ապա ստանում եմ ինչ-որ կոնստանտ։ Հիմա հնարավոր է երկու դեպք։ F-ը կարող է պարզապես կոնստանտ լինի, այսինքն ցանկացած x-ի համար x-ից այս fx-ը հավասար է հենց այդ նույն կոնստանտին։ Այդ դեպքում բնականաբար ցանկացած կետում դիֆերենցիալը հավասար է 0-ի։ Ցանկացած x կետի համար x-ից dfx-ը, որը գծային արտապատկերում է rm-ից m, rm-ից r, հավասար կլինի 0-ի։ Բայց եթե մենք միջին արժեքի կարող չենք ասում։ Չէ, այս անհամեմատ ավելի պարզ բան է, կամ միջին արժեքի թեորեմը։ Եկեք ապացուցենք, որ եթե ֆունկցիան հաստատուն է, ապա դիֆերենցիալը 0 է։ Վերցնում ենք ցանկացած կետ x-ից, գրում ենք f x գումարած h հանած fx։ Բայց ինքը հաստատուն է, ինքը ստացվում է 0։ 0 ոնց կարող եմ գրել։ Կարող եմ գրել 0-ական գծային արտապատկերում կիրառած h-ի վրա, մնացորդն էլ չկա։ Հետևաբար դիֆերենցիալը հավասար է 0-ի։
Այդ հակառակ ուղղությամբ է ավելի բարդ եւ իրոք հետևում է միջին արժեքի թեորեմից։ Այդ դրա մասին խոսենք այսօր։ Այսինքն եթե ֆունկցիան ամենուրեք հավասար է ինչ-որ մի հաստատ ունի, ապա դիֆերենցիալ հավասար է 0 ամենուրեք։ Հավասար է 0-ի ամենուրեք։ Իմանանք երկրորդ դեպքը, երբ գոյություն ունի x, ուրեմն եթե ֆունկցիան հաստատուն չի, ապա գոյություն ունի x, որը պատկանում է x-ին, այնպես որ fx-ը հավասար չի այս կոնստանտին։ Դա ենթադրենք մեծ է կամ փոքր, ասենք ենթադրենք փոքր է։ Ուրեմն ենթադրենք թե fx-ը ավելի փոքր է քան թե այս կոնստանտը։ Ուրեմն նշանակենք m-ով f-ի ինֆիմումը x-ի վրա։ F-ի ճշգրիտ ներքին սահմանը x-ի վրա։ Մենք գիտենք, որ եթե x-ը սահմանափակ է, բնականաբար ինձ պետք է անընդհատություն ամբողջ տիրույթի փակման վրա, ոչ թե ներսում, այլ տիրույթի փակման վրա, հակառակ դեպքում բնականաբար արդյունքը սխալ է։ Եթե փակման վրա չի սահմանված ֆունկցիան կամ փակման վրա չի անընդհատ, ապա հեշտ է կառուցել օրինակ, որտեղ ֆունկցիայի ացանցալը 0 չի դառնում։ Ուրեմն, եթե fx-ը ինչ-որ մի կետում փոքր է, քան թե արժեքը եզրի վրա, եթե փոքր է մով նշանակենք f-ի ճշգրիտ ներքին սահմանը, ապա մենք ապացուցել ենք, որ անընդհատ ֆունկցիան սահմանափակ տիրույթի վրա ընդունում է իր ամենափոքր եւ ամենամեծ արժեքները։ Ուրեմն ապա գոյություն ունի x0, որը գտնվում է x-ի ներսում, քանի որ x-ի ներսում կա կետ, որտեղ ինքը ավելի փոքր է, քան թե եզրի վրայի արժեքները։ Հետևաբար ճշգրիտ ներքին սահմանը ինքը ընդունում է ինչ-որ մի x0 ներքին կետում։ Ուրեմն գոյություն ունի x0, նենց որ fx0-ն հավասար է 0-ի, հավասար է m-ի։ Mēs պնդում եմ, որ x0-ի մածածալ հավասար է 0-ի, դիֆերենցիալ հավասար է 0-ի, ապացուցենք, որ df x0-ն հավասար է 0-ի։ Ինչ ենք անում, ասենք վերցնում ենք ես մեր տիրույթը, այս x0 կետն է, ֆիքսում ենք բոլոր կոորդինատները բացի մեկից։ Այսինքն բոլոր կոորդինատները ֆիքսեցի բացի j-երորդից։ Այսինքն ես թողնի j-երորդ կոորդինատը։ Ու նայում եմ հետևյալ ֆունկցիան f, որը x1, xg, xm-ին, xg-ին համապատասխանության մեջ է դնում սա, այսինքն ստեղ ես վերցրել եմ բոլորը 0, xm0, x0 կետը ունի հետևյալ կոորդինատները x1 0 եւ այլն xm0։ Ես վերցնում եմ j-երորդ կոորդինատը, j-ն ցանկացած է, եւ ասում եմ նայում եմ ֆունկցիան, որը xg-ին համապատասխանության մեջ է դնում այսին ֆունկցիան, որտեղ բոլոր կոորդինատները հավասար են x0-ի կոորդինատներին, բացի j-երորդից։ Այդ դեպքում ինչ կարող եմ ասել, որ այս ֆունկցիան, ասենք անունը դնենք fg, fg-ն ունի մինիմում xg0 կետում։ Հետևաբար fg շտրիխը xg0 կետում, որ իրականում ինչ էր, սա f-ի j-երորդ մասնակի ացանցալն է, df dxg x0-ում, ինքը հավասար է 0-ի։ Այսինքն ես ինչ ցույց տվեցի, որ այդ մինիմումի կետում բոլոր մասնակի ացանցալները հավասար են 0-ի։
Հետևաբար ինչ կարող ենք ասել, դիֆերենցիալը ես գիտեմ, որ դիֆերենցիալը ինքը տրվում է հենց մասնակի ածանցալներով df x0 եթե ես ուզում եմ հաշվել df x0-ի արժեքը ինչ-որ մի h վեկտորի վրա, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ գումար j-ն հավասար է 1-ից m df dxg x0 կետում եւ բազմապատկած hg-ով, այս բոլորը հավասար են 0-ի, ես հավասար է 0-ի, հետեւաբար ու սա ճիշտ է ցանկացած hg համար, ցանկացած hg համար rm-ից ես կարող եմ գրել սա, այսինքն ես ցույց տվեցի, որ դիֆերենցիալը հավասար է 0-ի x0 կետում, այն ինչ որ պահանջվում էր։ Իսկ sense theorem-ի equivalent կամ ինչ-որ հատկություն պահող theorem կա RM-ից Rn ֆունկցիաների համար։ RM-ից Rn ֆունկցիաների համար չէ, նման theorem չկա, այդ կարող է լինել օրինակ հետաքրքիր տնային աշխատանք։ Կառուցել ֆունկցիա, ասենք խնդիր։ Կառուցել f ֆունկցիա, որը գնում է, ասենք 0,1 անգամ 0,1-ից R2, դե նկատի ունեմ բնականաբար դիֆերենցիալի ֆունկցիա, այնպիսին, որ եկեք սրա ունենենք p, որ եթե ես վերցնում f-ի սահմանափակում p-ի վրա, ապա ստանում եմ 0, և dfx-ը տարբեր է 0-ից, այսինքն տարբեր է 0-ական արտապատկերումից, ցանկացած x-ի համար p-ից։ Ընդհանրապես դժվար չի, այսինքն պետք է հասկանաք ինչ է տեղի ունենում, օրինակ պետք է հասկանաք, որ այդ ֆունկցիան կարող է ընդամենը մի կետ ունենալ, որտեղ ինքը դառնում է 0։ Եթե նայում ենք մեկ փոփոխականի դեպքը, հետո սրանից ելնելով փորձել հասկանալ, թե ինչ կարելի անել։ Այդ ինչ հարգավոր է, այս համակումը բիվեզը։ Սրա մասին է խոսքը։ Հա։ Նշանակում է, որ եթե ես նայում եմ, հա, փաստորեն այս բանը կարող է իրոք չենք ներմուծել, ուրեմն նշանակում եթե ունեմ ինչ-որ ֆունկցիա f, որը x-ից գնում է ինչ-որ միտեղ, ասենք rn, ու ես ունեմ y ենթաբազմությունը x-ի մեջ, ապա ես կարող եմ ներմուծել հետևյալ ֆունկցիան, j ֆունկցիան, որը կլինի y-ից էլի rn, որը ես կնշանակեմ, որը կսահմանեմ հետևյալ ձևով, ցանկացած x-ի համար y-ից, jx-ը հավասար է fx-ի։ Այսինքն ես մոռանում եմ, որ f-ը որոշված է ոչ x-ի վրա, նայում եմ միայն արժեքները y-ի վրա։ Այս ֆունկցիան, ըստ սահմանման, ես կանվանեմ j-ի սահմանափակումը y-ի վրա ու կնշանակեմ f գից x, f գից y, f սահմանափակում y-ի վրա։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Շատ լավ, անցնենք առաջ, ուրեմն ստեղ հիշատակեցիք այն փաստը, որ միջին արժեքի թեորեմը հիշատակեցիք, ուրեմն ինչ էր ասում միջին արժեքի թեորեմը։ Միջին արժեքի թեորեմը իմիջիայլոց պետք չի շփոթել միջանկյալ արժեքի թեորեմի հետ, որը ասում է, որ անընդհատ ֆունկցիան ընդունում է բոլոր միջանկյալ արժեքները։ Այս միջին արժեքի թեորեմը, որը ասում է հետևյալը, միջապանի դեպքում, միջին արժեքի թեորեմը։ Ունենք էլի այստեղ ինչ-որ ֆունկցիա եկավ կարող ասել, Մի վայրկյան, ուրեմն միջին արժեքի թեորեմը
Այո, լսում եմ, որն էր հարցը։ Իսկ նենց չեմ կա, որ օրինակի համար ածանցյալների առանձին կոորդինատներով ածանցյալների գումարը ինչ որ կետում զրո է այդպես ֆունկցիաների համար վերադառնում են մի կետ։ Առանձին կոորդինատներով ածանցյալների գումարը։ Դե եթե վերցնենք Կեմիրը պեսինգն ինչ նշանակում առանձին կոորդինատ, ինչ նշանակում առանձին կոորդինատների։ Մասնակի ածանցյալների էլի։ Բայց 4 հատ մասնակի ածանցյալ ունենք, եթե ֆունկցիան գնում է R2-ից R2, ունենք 4 հատ մասնակի ածանցյալ, այսինքն բոլորը գումարում ենք իրար, հա։ Դե պետք է մտածել, կարող է կա չեմ կարող ասես մի անգամից ասել, պետք է մի քիչ ավելի կոնկրետ հարց, այսինքն ուզում ենք նայենք ֆունկցիա, որը գնում է այս ուղղանկյունից, այս քառակուսուց R2, հա, ոնց որ այս դեպքում Ուրացնում ենք բոլոր մասնակի ածանցյալները, արդյոք ճիշտ է, որ գոյություն կունենա կետ, որտեղ դրանց գումարը հավասար է 0-ի։ Չգիտեմ, պետք է մտածել, չեմ կարող ասել սենց։ Ուրիշ հարցեր։ Ուրեմն ինչ էր ասում միջին արժեքի թեորեմը մեկ չափանի դեպքում։ Միջին արժեքի թեորեմը մեկ չափանի դեպքում ասում էր հետևյալը, որ եթե ունենք ինչ-որ ֆունկցիա, որը որոշված է AB միջակայքում, անընդհատ է փակ միջակայքում եւ ածանցելի է միջակայքի ներսում, ապա տեղի ունի հետևյալը. եթե այս երկու կետը ծայրակետեր են, սա այս ֆունկցիայի գրաֆիկն է բնականաբար։ Այս ֆունկցիայի գրաֆիկն է։ Եթե ես միացնեմ այս երկու կետը, ապա AB միջակայքի ներսում ես կարող եմ գտնել այնպիսի կետ, ասենք անուն դնենք C, որտեղ շոշափողը ֆունկցիայի գրաֆիկին կլինի զուգահեռ իմ այս կապույտ գծին։ Սա էր ասում Լագրանժի թեորեմը կամ միջին արժեքի թեորեմը։ Ցանկացած f ֆունկցիայի համար, որը անընդհատ է AB միջակայքի վրա, ածանցելի է AB միջակայքի ներսում, գոյություն ունի միջանկյալ կետ C, որտեղ շոշափողը ֆունկցիայի գրաֆիկին զուգահեռ է այս երկու կետերը միացնող ուղին։ Այսինքն այս որ կետներից A F-ա կետներ, սա էլ B FB կետներ։ Բանաձևերով էս ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ FB հանած F-ան ոնց է բնութագրում ուղիղ բնութագրում ենք x-երի առանցքի հետ կազմածանկյան տանգենսով։ Հիմա կանաչ ուղի համար x-երի հետ կազմածանկյան տանգենսը կլինի FB հանած F-ա բաժանած B հանած A, չէ, կապույտ ուղի համար էս կլինի սա, իսկ կանաչ ուղի համար էս կլինի ածանցյալը, քանի որ ինքը շոշափողն է, ածանցյալը C կետում։ Կամ ես կարող եմ գրել ուրիշ ձևով, կարող եմ գրել FB հանած F-ա հավասար է F' C անգամ B հանած A։ Ուրեմն, բազմաչափ դեպքում կա երկու առանձին դեպք։ Մի դեպքը այն է, երբ ֆունկցիան ընդունում է իրական արժեքներ, եւ երկրորդը, երբ ֆունկցիան ընդունում է վեկտորական արժեքներ, այսինքն Rn-ում է, որտեղ n-ը մեծ կամ հավասար է 2-ից։ Առաջի դեպքում ես կարող եմ գրել միջին արժեքի հավասարությունը, այսինքն ոնց որ ստեղ է գրված, երկրորդ դեպքում կարող եմ գրել միայն այս հավասարանությունից բխող հետևանքը, որտեղ ես եթե ես ունեմ այս հավասարությունը, ես կարող եմ ասել հետևյալը, որ FB հանած F-ան բացարձակ արժեքով չի գերազանցում, վերցնում եմ ածանցյալի մաքսիմումը, կամ ստեղ կան որ չեմ ենթադրել ածանցյալի անընդհատությունը, ես պետք է վերցնեմ սուպրայումը, որտեղ մաքսիմում կարող է գոյություն չունենալ։
սուպրեմումը f'-քսի, որտեղ քսին պատկանում է AB-ին, եւ այս ամեն ինչը բազմապատկած B հանած I-ով։ Ուրեմն մեկ ճապանի դեպքում ես ունեմ միջին արժեքի հավասարությունը, որը ասում է, որ արժեքների տարբերությունը հավասար է ածանցալային միջանկյալ կետում բազմապատկած հատվածի երկարությամբ, որտեղից միանգամից հետևում է, որ արժեքների տարբերությունը գնահատվում է ածանցալի սուպրեմումով, որը բազմապատկվում է հատվածի երկարությամբ։ Ստեղից էլ միանգամից հետևում է, որ եթե ածանցալը հավասար է 0-ի, ապա ֆունկցիան հաստատում է։ Հիմա բազմաչափ դեպքում եկեք դնենք բազմաչափ դեպքը։ Ուրեմն երկու արդյունք ունենք։ Առաջինը վերաբերում է այն դեպքին, երբ ֆունկցիան արժեքները ընդունում է R-ում։ Ուրեմն թեորեմ։ Ուրեմն դիցուկ տրված է x տիրույթը, եւ f, որը գնում է x-ից r, դիֆերենցիալի ֆունկցիան։ Ապա ցանկացած AB կետերի համար x-ից, եթե ես գիտեմ, որ AB հատվածը, հեսա կհասկանանք ինչ իմաստն է խոսքը, ամբողջությամբ ընկած է x-ի մեջ, ապա գոյություն ունի քսի կետ, որը պատկանում է AB հատվածին, այնպես որ FB հանած F-ան հավասար է դիֆերենցիալը քսի կետում, ու ես պետք է վերցնեմ սկալար արտադրյալ B հանած A հատվածի հետ, B հանած A վեկտորի հետ։ Մի հատ եկեք հասկանանք ինչ է գրված տեղ։ Ուրեմն ես ունեմ ինչ-որ տիրույթ։ Այս տիրույթում ես վերցնում եմ երկու կետ, այնպես որ այս ամբողջ հատվածը, որը A-ն միացնում է B-ի հետ, ընկած է իմ տիրույթում։ Իրականում դրա կարիքը չկա, բայց որպեսզի պարզ լինի ձևակերպումը, ես կարող եմ վերցնել ցանկացած երկու կետ, քանի որ տիրույթ է, ես իրենց կարող եմ միացնել ողորկ կորով։ Բայց այդ կարևոր չի, մեր նպատակների համար բավական է այս դեպքը, երբ A-ն եւ B-ն այն տեսակ են, որ ամբողջ հատվածն է ընկած x տիրույթում։ Ոնց կարող եմ ես այս ամբողջ հատվածը գրել։ AB-ն ես կարող եմ ներկայացնել հետևյալ ձևով. A գումարած t անգամ B հանած A, որտեղ t-ն փոխվում է 0,1 միջակայքում։ Երբ t-ն հավասար է 0-ի, ես ստանում եմ A կետը, երբ t-ն հավասար է 1-ի, ես ստանում եմ B կետը։ Երբ t-ն փոխվում է 0-ից 1, ես ստանում եմ բոլոր հատվածի այս բոլոր կետերը։ Ուրեմն թեորեմը ասում է, որ եթե ես ունեմ f դիֆերենցիալի ֆունկցիան, եւ AB հատվածը այնպեսին է, որ ամբողջ AB կետերն այնպեսին է, որ ամբողջ AB հատվածը ընկած է x տիրույթում, ապա կարող եմ գտնել մի միջանկյալ կետ, որի համար ճիշտ է հետևյալը. FB հանած F-ան հավասար է դիֆերենցիալը F-ի այդ միջանկյալ կետում սկալար արտադրյալ B հանած A-ի հետ։ Կամ կարող եմ ուրիշ ձևով գրել, իրականում ավելի ճիշտ է գրել, այս օգտագործում եմ փաստը, որ գծային արտապատկերում է RM-ից R, այդ նույն բանն է, ինչ որ սկալար արտադրյալ ինչ որ մի վեկտորի եւ մեր տրված վեկտորի հետ։ Ավելի ճիշտ կլինի գրել հետևյալ ձևով, որ ոչ թե B սկալար արտադրյալ է, դիֆերենցիալի է, FB հանած F-ան հավասար է
դիֆերենցիալի արժեքը B հանած A վեկտորի վրա։ Բնականաբար այդ նույնն է, ինչ որ ասենք, վերցնում եմ F-ի մասնակի հացանցալները եւ բազմապատկում եմ B հանած A-ի հետ։ Շատ լավ, եկեք ապացուցենք սա։ Արդյոք հարցեր կան ձևակերպման վերաբերյալ։ Լավ, եթե հարցեր չկան, եկեք ապացուցենք։ Ուրեմն ապացույց։ Ուրեմն նայում եմ հետևյալ ֆունկցիան, նայում եմ J ֆունկցիան, որը 0,1 միջակայքից գնում է R։ Ոնց եմ սահմանում J-ն։ J-ն սահմանում եմ որպես F-ի եւ AS արտապատկերման համադրույթ։ J-ն հավասար է F-ը կիրառած A գումարած T B հանած A վեկտորը, բազմապատկված B հանած A վեկտորով։ J-ն լավ որոշված ֆունկցիա է, քանի որ ըստ ենթադրության այս բոլոր կետերը գտնվում են X-ի մեջ, եւ ես կարող եմ վերցնել F-ը հաշվել այս կետում։ Այսինքն J-ն այս երկու ֆունկցիաների համադրույթն է։ Այս երկու ֆունկցիաները հացանցելի են, քանի որ F-ը դիֆերենցիալի է, սա էլ գծային ֆունկցիա է, affine ֆունկցիա է, R-ից 0,1 հատվածից Rm։ Հետևաբար J-ն հացանցելի է։ Ուրեմն J-ն հացանցելի է։ Ընդ որում, եթե ես ուզում եմ հաշվել հացանցալը, ես արդեն գիտեմ ոնց է պետք հաշվել բարդ ֆունկցիայի հացանցալը։ Մենք առանձին օրինակ ենք նայել, երբ վերցնում ենք f իրական արժեքներով ֆունկցիան եւ արգումենտներից յուրաքանչյուրը փոխարինում ենք ինչ-որ ֆունկցիայով, գամմա 1t, գամմա 2t։ Հիշում եք այդ արդյունքը, որ եթե ես ուզում եմ հաշվել f գամմա 1t գամմա mt բարդ ֆունկցիայի հացանցալը, ապա ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ գումար j-ին հավասար է 1-ից m, հացանցեմ f-ը բոլոր փոփոխականների, վերցնեմ գամմա t կետում, գամմա t-ն էս բոլորն է, սա գամմա t-ն է, եւ հետո վերցնեմ j-երորդ ֆունկցիայի հացանցալը ըստ t-ի։ Հիմա այս բանաձևը օգտագործելով, այս մեր դեպքում գամման պարզագույն ֆունկցիա է, ինքը affine ֆունկցիա է, եթե ես հացանցեմ ըստ t-ի, կստանամ B հանած A վեկտորը։ Այսինքն թողնում եմ ձեզ ինքնուրույն ստուգելու համար, որ ճիշտ է հետևյալը, J'-ն հավասար է գումար df dxg այս կետում նորից չգրեմ, j-ն հավասար է 1-ից m եւ bj հանած ag։ bj հանած ag։ Այս բազմակետը հենց այս կետն է, A գումարած T B հանած A։ Ուրեմն ես ունեմ հացանցելի ֆունկցիա 0,1 միջակայքի վրա, որի հացանցալը տրվում է այս բանաձևով։ Լագրանժի թեորեմի համաձայն ես կարող եմ ասել, որ գոյություն ունի T0 կետ, որը ընկած է 0,1 հատվածի ներսում, այնպես որ J1 հանած J0-ն հավասար է J' T0 կետում եւ անգամ 1 հանած 0, որը չեմ գրում։ Բայց ինչ է նշանակում։ J1-ը այդ երբ վերցնում եմ t-ն հավասար է 1, ստանում եմ f-ը B կետում, J0-ն f-ը A կետում, ստացվում է fB հանած f-ը հավասար է, պետք է գրեմ այս արտահայտությունը։ Այսինքն ինչ է ստացվում գումար j-ն հավասար է 1-ից m df dxg, ես պետք է վերցնեմ A գումարած T0 անգամ
B հանածակետում եւ բազմապատկեմ B-ի հանածարժիով։ Հիմա եթե ես կետի անուն դնեմ X-ի, ապա այս գումարը, ես արդեն գիտեմ, որ սա հենց դիֆերենցիալի արժեքն է X-ի կետում եւ կիրառած B հանածա վեկտորի վրա։ Սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ։ Հիմա անցնենք երկրորդ տարբերակին, երբ մեր ֆունկցիան գործում է x-ից Rn։ Այդ դեպքում արդեն հավասարություն գրել չեմ կարող, բայց կարող եմ գրել անհավասարություն։ Այսինքն ընդհանրացում է ոչ թե այս առաջին տողը, այլ ընդհանրացում է երկրորդ տողը։ Բայց պետք է ասեմ, թե սա ինչ է նշանակում։ Ուրեմն ես գիտեմ, որ դիֆերենցիալը այդ գծային արտապատկերում է։ Ուրեմն df-ը ինչ որ x կետում, այս գծային արտապատկերում է Rm-ից Rn։ Ուրեմն ես միշտ ենթադրում եմ, որ Rm-ի եւ Rn-ի վրա սահմանված է նորմեր, եթե ուրիշ բան չի հաշված, ապա ես վերցնում եմ Էվկլիդեսյան նորմա։ Այսինքն x վեկտորի նորմա հավասար է գումար xg քառակուսի եւ 1/2 աստիճան, g-ն հավասար է 1-ից n։ Հիմա եթե ես ունեմ նորմեր Rm-ի եւ Rn-ի վրա, ես կարող եմ սահմանել նորմ գծային արտապատկերումների տարածության վրա, այսինքն A, եթե գծային արտապատկերում է, ես տուղականի մասեր ուսում եմ բոլոր այդ իրապայտում եք, ապա A-ի նորմը ըստ սահմանման հավասար է, ես պետք է վերցնեմ բոլոր x վեկտորները միավոր գնդից, հաշվեմ դրանց պատկերների նորմա եւ վերցնեմ սուպրեմում։ Մեծ նշանակումներով ես ունեմ հետևյալ թեորեմը։ Թեորեմ ուրեմն դիցուկ տրված է x տիրույթը եւ f մարդն ինքը գնում է x-ից Rn դիֆերենցիալի ֆունկցիան։ Ապա ցանկացած AB-ի համար x-ից, եթե ես գիտեմ, որ AB հատվածը ընկած է ամբողջությամբ x-ի մեջ, ապա կարող եմ գրել հետևյալ գնահատականը, FB հանած FA-ի արդեն նորմա, էլի նույն ձևով է նշանակում ինչ որ նախորդ թեորեմին, բայց արդեն նորմ է, քանի որ F արժեքները ընդունում է Rn-ում, չի գերազանցում, ես վերցնում եմ սուպրեմում df(x)-ի նորմի, որտեղ x-ին պատկանում է AB-ին, այստեղ կարող եմ գրել բաց կամ փակ, քանի որ ամենուրեք որոշված է, կարող եմ գրել բաց, որտեղ նախորդ թեորեմը ասում էր, որ այս x-ին իրականում ստեղ նախորդ թեորեմ գրել եմ փակ, բայց ստեղ կարող եմ գրել բաց նաև։ Այս թեորեմ ես կարող եմ գրել AB-ն լավ, եկեք չբարձրացնենք, թող ոնց փակ գրած էր, այդ փակ էլ մնա։ Եթե բաց գրեմ, պետք է սահմանեմ, թե ինչ է նշանակում բաց հատված, բնականաբար նշանակում է AB փակ հատվածից հանած ծայրակետերը, բայց հուսով եմ բոլորը կարողանան այդ անել, եթե պետք լինի։ Ուրեմն FB հանած F-ան չի գերազանցում սուպրեմումը դիֆերենցիալի, դիֆերենցիալը արդեն ամենտեղ որոշված է, քանի որ AB-ն գտնվում է x, AB կետերը գտնվում են x-ի մեջ, եւ այս ամեն ինչը բազմապատկած B հանածա վեկտորի նորմով։
Արդյոք կան հարցեր ձևակերպման մասին։ Լավ, եկեք արագ ապացուցենք ես։ Նախորդ թեորեմի օգնությամբ ապացույցը իրականում մի երկու տող է։ Ուրեմն ես ունեմ f ֆունկցիա, որը արժեքները ընդունում է r n-ում։ Հետևաբար այս f ֆունկցիան ես կարող եմ գրել որպես վեկտոր։ F հավասար է f-ի f-ի f1 f-n։ Իրականում f1 f-n։ Այս յուրաքանչյուր f-ի համար ես կարող եմ կիրառել միջին արժեքի թեորեմը։ Ուրեմն ցանկացած i-ի համար, որը պատկանում է 1-ից n, գոյություն ունի xi-ի կետ AB հատվածի վրա, այնպես որ f-ի b հանած f-ի an հավասար է, ես պետք է վերցնեմ i-երորդ ֆունկցիայի դիֆերենցիալը xi-ի կետում, այսինքն ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ գումար, j-ին հավասար է 1-ից m, df dx-ին df-ի dx-ին xi-ի կետում և բազմապատկեմ b-ի հանած aj-ով։ Այս պետք է արդեն այս ստացված վեկտորի նորմա, այսինքն ոնց կարող եմ անել, ստեղից հետևում է, վերցնենք, բարձրացնենք քառակուսի և վերցնենք գումարը, այսինքն ստացվում է գումար, in հավասար է 1-ից m, f-ի b հանած f-ի a, այս ամեն ինչը քառակուսի, սա հավասար է, գումար in հավասար է 1-ից, չէ, մի րոպե, in հավասար է 1-ից n, ոչ թե m, in հավասար է 1-ից n, in հավասար է 1-ից n, այս գումարի քառակուսին պետք է հաշվեմ, գումար j-ին հավասար է 1-ից m, df-ի dx-ի xi-ի b-ի հանած aj-ի, այս ամեն ինչը բարձրացրած քառակուսի։ Լավ, եկեք փորձենք տեսնենք ինչ կլինի, կարող է չի ստացվում դեռ, կարող է ուրիշ պաստառք է պետք վերել, ստեղ ես ուզում եմ կիրառել Կոշի-Շվարցի անհավասարությունը, որը ասում է, որ երկու վեկտորների սկալար արտադրյալը չի գերազանցում այդ վեկտորների երկարությունների արտադրյալին։ Հիմա ստեղ գրված է այս երկու վեկտորների սկալար արտադրյալը, ես գրում եմ, որ սա չի գերազանցում, ուրեմն փոքր կամ հավասար է, գումար in հավասար է 1-ից n, գումար j-ին հավասար է 1-ից m, df-ի dx-ի xi-ի քառակուսի և b-ի հանած aj-ի քառակուսի։ Փոխենք տեղերով գումարները, ինչ կստացվի, հավասար է, գումար j-ին հավասար է 1-ից m, b-ի հանած aj-ի քառակուսի, գումար in հավասար է 1-ից n, df-ի dx-ի, որ վերցրել եմ xi-ի կետում ու այս ամեն ինչ վերցրած քառակուսի։ Ես պնդում եմ, որ այս ինչ որ գրված է ստեղ, այսա, չի գերազանցում
խնդիրն է, որ ստեղ կա xi, այսինքն i երրորդ ինչն է ստեղ ֆիքսած, ստեղ ֆիքսած է j-ն, այսինքն ստեղ ֆիքսած է սյունյակի համարը։ Եկեք մի հատ ավելի պարզ գրենք, ես ինչ է նշանակում իրականում։ Իրականում սա ես գրել եմ դիֆերենցիալի արժեքը xi կետում, որը ես հաշվել եմ եժի վեկտրի վրա ու վերցրել եմ սրա քառակուսին։ Այսինքն սա բացի միակ ոչ տրիվիալ պահը այս նկատելն է։ Այսինքն ես այդ ունեմ a արտապատկերում, a գծային արտապատկերում, որը գնում է rm-ից rn։ Դա ես համապատասխանության մեջ եմ դնում իր մատրիցը, ոնց եմ կառուցում մատրիցը, վերցնում եմ a1 եւ այլն a-m։ Նայեք, ես հաշվում եմ այս a-e-j նորմը, ինչպես նորմը ես տեղ նշանակել էի 1 գծիկով, եկեք 1 գծիկ գրենք։ Եթե հաշվեմ a-e-j նորմի քառակուսին, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ j երրորդ սյունյակի տարերի քառակուսիները, բայց j երրորդ սյունյակի տարերի քառակուսիները ինչի էր հավասար, գումար, in հավասար է 1-ից n, a, ուրեմն փոխվում է տողի համարը, չի փոխվում սյունյակի համարը, a i-j քառակուսի։ Ես մտնում որ n ինչ որ գրած է ստեղ, հենց դա է գրված։ Բայց այս ինչ է գրված, այս հաստատ ավելի փոքր է, քան թե դիֆերենցիալի նորմը xi կետում։ Սա հաստատ ավելի փոքր է, քան որ դիֆերենցիալի նորմը հաշվելու համար պետք է վերցնեի բոլոր վեկտորները միավոր գնդից։ Ստեղ ստացվում է df xi կետում նորմը քառակուսի բարձրացրած։ Այսինքն ես ինչ ստացա, ես ստացա, որ ստանում եմ ինչ-որ մի բան, որը կախված է միայն i-ից, այստեղ կարող եմ վերցնել մաքսիմում ըստ i, այսինքն ես չի գերազանցում, քան մաքսիմում ըստ i, իմ պատկանում է 1-ից n, df xi նորմ քառակուսի, ու այս ամեն ինչը բազմապատկած է n ինչ որ մնաց, b-ի հանած a-ի քառակուսի, j-ն հավասար է 1-ից m։ Բնականաբար սա ես կարող եմ գնահատել դիֆերենցիալի սուպրեմումով, AB հատվածի վրա կամ մաքսիմումով, չէ, սուպրեմումով, քան որ ոչ մի բան ենթադրված չի, միայն դիֆերենցիալի գոյությունն է, ուրեմն սա չի գերազանցում df xi-ն, երբ xi-ն պատկանում է AB-ին, իսկ այս սրա քառակուսում, իսկ սա էլ հավասար է b հանած a վեկտորի քառակուսում։ Այսինքն ստացվում է ինչ որ պետք էր, մեզ պետք էր քառակուսի արմատ վերցնելուց հետո ստանայինք fb հանած f-ի նորմը ձախ մասում, դիֆերենցիալի սուպրեմումը բազմապատկած b հանած a-ի նորմով, այսինքն n ինչ որ գրված է ստեղ։ Սրանով մապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եկեք ուրեմն ստեղից այն հետևանքի մասին խոսենք, որ արդեն այսօր հիշատակվել է, հետևանք։ Ուրեմն դիցուք x ընկած է r-ի մեջ տիրույթ է, և f դիֆերենցիալի ֆունկցիան
այնպիսին է, որ դիֆերենցիալը հավասար է 0-ի ցանկացած x կետում, ապա f-ը հաստատում է։ Հաստատում ասելով նշանակություն չունի, որ թիվ է, պարզապես f-ը ընդունում է նույն արժեքները ցանկացած կետում, այսինքն նույն վեկտորին է հավասար r-նից։ Դե ապացույցը համարյա ակնհայտ է մեր նախորդ արդյունքից ելնելով։ Ուրեմն ապացույց ընդամենը մի բան է պետք նկատել։ Մեր նախորդ արդյունքը վերաբերվում էր այնպիսի AB կետերի, որոնց համար իրենց միացնող ամբողջ հատվածը գտնվում էր x տիրույթում։ Հիմա նման պայման չկա, այսինքն ես ուզում եմ ցույց տալ, որ ցանկացած AB-ի համար, ինչ է, ուզում ենք ցույց տալ, որ ցանկացած AB կետերի համար x-ից f-ան հավասար է f-ի։ Ընդհանրապես ասած, AB հատվածը պարտավոր չի ընկնել x-ի մեջ, որովհետև x տիրույթը կարող է ուռուցիկ չլինել։ Այս A-ն է, այս B-ն է, ապա իրենց միացնող հատվածը դուրս է գալիս տիրույթից։ Բայց ես գիտեմ, որ x-ը տիրույթ է, հետեւաբար գոյություն ունի անընդհատ կոր, որը միացնում է A եւ B կետերը։ Ուրեմն, քանի որ x-ը կապակցված է, ապա գոյություն ունի գամմա ֆունկցիան, որը անընդհատ է 0-1 հատվածից եւ արժեքները ընդունում է Rm-ում, այնպիսին, որ տեղի ունի հետևյալ հատկությունները, ուրեմն ցանկացած t-ի համար 0-1-ից գամմա t-ն պատկանում է x-ին, եւ երկրորդը գամմա 0-ն հավասար է a-ի եւ գամմա 1-ը հավասար է b-ի։ Այսինքն ես կարող եմ միացնել սրանք անընդհատ կորով։ Ուրեմն մի ոչ տրիվիալ պահ կա ստեղ։ Եկեք նայենք հետևյալ բազմությունները։ Եկեք նայենք գամմա 0-1 բազմությունը եւ x-ի եզրը։ Ես պնդում եմ, որ սա սրանց հատումը 0 է, հատումը դատարկ է։ Որտեղ առաջի կետը մեզ ասում էր գամմա t-ն պատկանում է x-ին ցանկացած t-ի համար, բայց x-ը բազմություն է, հետեւաբար եզրը x-ի հետ հատում չունի։ Ես պնդում եմ, որ ստեղից անմիջապես հետևում է հետևյալը, որ եթե ես վերցնեմ ինֆիմում, երբ x-ը պատկանում է, եկեք գամմա 0-1-ին ինչ-որ անուն տամ, սրա անուն դնեմ գամմա մեծատառ։ Երբ x-ը պատկանում է գամմային
y-ը պատկանում է x-ի եզրին եւ հաշվում եմ հեռավորությունը այս երկու կետերի միջև։ Ապա սա մեծ է 0-ից։ Այսինքն ես ունեմ երկու փակ բազմություն RM-ում, դրանցից մեկը կոմպակտ է, որտեվ գամման կոմպակտ է, ինքը 0,1 կոմպակտ բազմության պատկերն է փոքր գամման արտապատկերման։ Եթե ես չեմ սխալվում, նույնիսկ նման վարժություն կար, որ չհատվող փակ բազմությունների միջև հեռավորությունը 0-ից խիստ մեծ է, եթե դրանցից մեկը կոմպակտ է։ Բոլոր դեպքերում ես ուզում եմ սա թողնել որպես տնային աշխատանք։ Սա պետք է ապացուցել։ Այսինքն իրականում ինչ է պետք է ապացուցել։ Իրականում պետք է ապացուցել հետևյալը, խնդիր։ Ուրեմն ունենք երկու փակ բազմություն։ Եկեք F1, F2։ F1, F2-ը RM-ում փակ են։ F1 հատում F2-ը դատարկ է։ Երկու հարց։ Ճիշտ է արդյոք, նման վարժություն ես համոզված եմ եղել է, ճիշտ է արդյոք, որ եթե վերցնեմ այս ինչ որ գրված է ստեղ F1, F2-ի համար, կստանամ դրական թիվ, որ ինֆիմում x-ը պատկանում է F1-ին, y-ը պատկանում է F2-ին, x հանած y-ը մեծ է 0-ից։ Եվ երկրորդը ապացուցել, որ եթե F1-ը կոմպակտ է, ապա եկեք սրան են տանում, սրանք ասենք D։ Ապա D-ն մեծ է 0-ից։ Մենք գտնվում ենք B իրադրության մեջ, քանի որ գամման կոմպակտ է։ Քանի որ գամման կոմպակտ է, ապա այս մեծությունը, որի անունը ես դրեցի D, ինքը 0-ից մեծ է։ Այսինքն ցանկացած երկու կետ, եթե ես վերցնեմ գամմայից եւ եզրից, ապա իրանց միջև հեռավորությունը կլինի ամենակիչը D։ Սրա անունը դնում ենք D։ Հիմա ես պնդում եմ, որ ուրեմն D-ն դրական է, այս խնդրից հետևանք է։ Հիմա ես պնդում եմ, որ ստեղից անմիջապես հետևում է հետևյալը, որ գոյություն ունի այնպիսի դելտա դրական թիվ, որ ցանկացած T1, T2-ի համար 0,1-ից, եթե իրանց միջև հեռավորությունը չի գերազանցում դելտան, ապա համապատասխան հատվածը, այսինքն գամմա T1-ը գամմա T2-ին միացնող հատվածը, ամբողջությամբ ընկած է x-ի մեջ։ Մի բան ընդունենք, որ սա ապացուցել ենք։ Ուրեմն ինչ ունենք։ Ունենք այս մեր տիրույթը։
այս տիրույթում ունենք ինչ-որ կոր։ Ես ուզում եմ ապացուցել, որ կորի ծայրակետերում արժեքները նույնն են։ Ինչ ես գիտեմ, որ եթե վերցնեմ ցանկացած սեգմենտ, ցանկացած, ասենք երկու կետ, ալֆա բետա, ապա այս ալֆա բետայի ծայրերում արժեքները կլինեն նույնը, այս հետևանքի է միջին արժեքի թեորեմից։ Ուր էր միջին արժեքի թեորեմը, ստեղ էր։ Ինքը ասում էր, որ ճիշտ է այս անհավասարությունը։ Մասնավորապես, եթե դիֆերենցիալ ամենուր x0 է, ապա f-ն հավասար է f-ի, բայց այս ճիշտ է մենակ սեգմենտների համար։ Այս պայծրությամբ ես ունեմ, որ սեգմենտների համար ցանկացած սեգմենտի երկու ծայրակետում արժեքները նույնն են։ Ես ուզում եմ ապացուցել, որ եթե ես ունեմ անընդհատ կոր, ապա անընդհատ կորերի համար էլ է սա ճիշտ։ Որն է մտահղացումը։ Մտահղացումը հետևյալն է, որ ես իմ կորը բաժանեմ փոքր սեգմենտների, բայց կորը չեմ կարող սեգմենտների բաժանել, քանի որ կորը ուղիղ գիծ չի։ Բայց ես կորի վրա ընտրեմ վերջավոր թվով կետեր, ու նայեմ, թե ինչ է տեղի ունենում այս սեգմենտների վրա։ Բայց որովհետեւ ես կարողանամ նայեմ այս սեգմենտների վրա ինչ է տեղի ունենում, պետք է այդ սեգմենտները ընկած լինեն իմ x տիրույթում։ Հիմա ես պնդում եմ հետևյալը, որ նրանից, որ հեռավորությունը մեր այս գամմայից, այսինքն կորից, մինչև եզրը խիստ մեծ է 0-ից, տալիս է հետևյալը, որ եթե T1 եւ T2 կետերը բավականաչափ մոտ են իրար, ապա գամմա T1 եւ գամմա T2 սեգմենտը ամբողջությամբ ընկած է x-ի մեջ։ Մի բան ընդունենք, որ սա ճիշտ է, այդ դեպքում ինչ կարող ենք անել։ Վերցնում ենք մեր 0,1 հատվածը, այս մեղր, որտեղ որոշված է մեր կորը, սա T-երի հատվածն է։ Բաժանում ենք հավասար մասերի, այսինքն պարտադիր չի հավասար լինեն, բայց այն տեսակ մասերի, որ T0-ն հավասար է 0-ի, T1 փոքր T2-ից եւ գնում է մինչև T-K։ Այնպես որ T-ի հանած T-i-1-ը խիստ փոքր է դելտայից։ Եթե խիստ փոքր է դելտայից, ապա համապատասխան սեգմենտը ընկած է x-ի մեջ, գամմա T-i-1 գամմա T-ին ընկած է սեգմենտ x-ի մեջ, ստեղից մի անգամից հետևում, որ f գամմա T-ի հանած 1-ը հավասար է f գամմա T-ի ցանկացած i-ի համար։ Այսինքն այս բոլոր կետերում եկեք անունը դնենք գամմա T-ի անունը դնենք x-ի, իմ փոխվում է 0-ից k, ուրեմն այս a կետն էր, որը կլինի x0-ն, հետո կլինի x1-ը եւ այլն, x-k-ն հավասար կլինի b-ի։ Այս անհավասարությունից ես մի անգամից ստանում եմ, որ fx0-ն հավասար է fx1, հավասար է եւ այլն, հավասար է fx-k։ Բայց fx-k-ն հենց fb-ն էր, fx0-ն f-ան էր։ Այսինքն, եթե ես կարողանամ ապահովել, որ ցանկացած, որ գոյություն ունի այնպիսի դելտա, որ այս սեգմենտը ամբողջությամբ գտնվում է x-ի մեջ, ապա բոլոր հարցերը լուծված կլինեն։ Ով կարող է ասել, որ ինչը պետք է օգտագործեմ, որպեսզի ստանամ սա։ Ինչ հատկություն օգտագործեմ, որ ստանամ, որ բավականաչափ փոքր տրոհում վերցնելիս ես կստանամ սեգմենտ, այսինքն բեկյալ x-ում, որը ամբողջությամբ կլինի, այսինքն այս բեկյալը ամբողջությամբ կլինի x-ի մեջ։ Իրականում հետևանք է հավասարաչափ անընդհատությունից։ Ուրեմն ըստ հավասարաչափ անընդհատության ես գիտեմ հետևյալը, որ գոյություն ունի այնպիսի դելտա, ուրեմն քանի որ գամման հավասարաչափ
անընդհատ է։ Գոյություն ունի այնպիսի դելտա, որ ցանկացած T1, T2-ի համար 0,1-ից գամմա T1 հանած գամմա T2-ը չի գերազանցում, որպեսզի հաստատ սխալվենք, եկեք գրենք 1/2 D, բայց իմ կարծիքով D-ն էլ է հերիք։ D-ն հեռավորություններ գամմայից մինչև եզր։ Հիմա ես պնդում եմ, որ այս տեսակ դելտա կարող եմ ընտրել, քանի որ գամման հավասարաչափ անընդհատ է։ Հիմա այդ դեպքում ինչ կարող եմ գրել։ Եկեք վերցնենք ցանկացած հիմա եթե ես վերցնեմ ցանկացած x կետ, որը պատկանում է գամմա T1, գամմա T2, գամմա T1, գամմա T2 հատվածին, ես պնդում եմ, որ x-ը պարտավոր է ընկնել x-ի մեջ, փոքր x-ը պարտավոր է ընկածնել մեծ x-ի մեջ։ Դրա համար ինչ պետք է ապահովեմ։ Դրա համար պետք է ապահովեմ, որ x-ի հեռավորությունը, եթե ես ապահովեմ, որ գոյություն ունի ինչ-որ կետ, եթե ես ապահովեմ, որ գոյություն ունի ինչ-որ կետ այս մեր գամմայի մեջ, որը փոքր գամմայի պատկերներ, նենց որ հեռավորությունը x հանած y-ից, x և y-ի մեջ փոքր է այն մեր d-ից, այս նույն d-ն է, ինչ-որ ստեղ, ապա բնականաբար մի անգամից կարող եմ ասել, որ x-ը ընկած է x-ում, քանի որ ստեղ ասում էր, որ եթե x-ը ընկած է գամմայում, այսինքն գամմայի մեջ, y-ն էլ ընկած է եզրի վրա, կամ ավելի հեռու է, ապա հեռավորությունը գոնե d է։ Եթե ես ցույց տամ, որ հեռավորությունը ստեղ d-ից փոքր է, ապա հարցերը լուծված կլինեն։ Որովհետև նրանք, ովքեր որ d-ից փոքր գամմայի ինչ-որ մի կետից d հեռավորությունից հեռու չեն, ապա դրանք գտնվում են x-ում։ Հիմա եկեք համեմատենք, ասենք x-ի հեռավորությունը, լավ, եկեք մի հատ գրենք մի ծայրակետի հետ, իմ կարծիքով այս դեպքում էլ է ստացվելում x հանած գամմա 1t, ես ինչ է հավասար, x-ը սեգմենտից հատված է, սեգմենտից կետ է, ես կարող եմ x-ը ներկայացնել հետևյալ տեսքով, ինչ-որ մի թետա անգամ գամմա t1, գումարած 1 հանած թետա գամմա t2 և հանած գամմա t1։ Ինչ է ստացվում, երբ հանում եմ, ստացվում է մինուս 1 հանած թետա գամմա t1 և պլյուս 1 հանած թետա գամմա t2 և երկարություն, 1 հանած թետան կարող եմ ընդհանուր հանել, ինչ է մնում, մնում է գամմա t2 հանած գամմա t1, բայց սա էլ փոքր էր 1/2 d-ից, այսինքն այս փոքր է, ամբողջությամբ փոքր է 1/2 d-ից, որը բնականաբար, այսինքն 1/2-ը ավելորդ է, կարող է 1/2 չդնել։ Դե, սրանով ապացույցն ավարտվում է։ Ինչպես տեսնում եք, ինչ-որ բան կար հիմնավորելու, այսինքն չնայած թվում է թե ակնհայտ է, բայց ակնհայտ է միայն ուռուցիկ բազմությունների համար։ Եթե ուռուցիկ չի, պետք է վերցնենք անընդհատ կոր, որը միացնում է մեր տրված կետերը a և b-ն, անընդհատ կորը մոտարկենք բեկյալով, ու հետո ասենք, որ բեկյալի ցանկացած հատվածի ծայրակետերում ֆունկցիան ընդունում է նույն արժեքը, հետևաբար ամբողջ բեկյալի վրա է ընդունում նույն արժեքը։ Շատ լավ, ինձ թվում է այսօրվա համար այսքանը, արդյոք կան հարցեր։ Մեր վերջին քրությունը երբեք
Այդ հարցը պետք է քննարկենք Լինդայի հետ, կլինի ամսի 16-ին լինում է վերջի դասը։ Դե գոնե մի շաբաթ կունենաք պատրաստվելու համար, այսինքն իմ կարծիքով 23-ից 30-ի հատվածում։ Չգիտեմ, դուք ինչ նախընտրություններ ունեք։ Մի խոսքով, այդ հարցը քննարկման ենթակա է։ Ամսի 23-ից հետո, երևի թե ոչ շատ հետո, որովհետև երևի համալսարանում ներկայություններ կունենաք։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Դե եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը կհանդիպենք 5 շաբթի օրը, ստեսություն բոլորին։